տեսակ իրեն։ Այո, տեսել ենք երեխան, ամենաշատ երեխաներ ուզում ընկեր Փաշինյանին տեսնել։ Ու տեսավ համբուրվեցին, ինքը ասում է ես առաջինը ընկեր Փաշինյանին եմ ընտրելու, ով ուզում է լինի, ով ուզում է չլինի։ Իսկ դուք ում եք ընտրելու։ Միանշանակ պարոն Փաշինյանին։ Պարոն Փաշինյանին, որ իմ ծորը 8-րդն է, 7-րդ ծորս որ ընտրում է, ես կընտրեմ ու կընտրեմ։ Իսկ ինչ ակնկալիք ունեք Նիկոլ Փաշինյանից, որ խաղաղություն, կարևորը որ խաղաղություն է ընելու, ուրիշ ոչ մի բան։ Այս պահին տեսնում եք, այդ խաղաղությունը զգում եք։ Այո, տեսնում ենք, տեսնում ենք ու կտեսնենք։ Իսկ հետագայում խաղաղությունից ով եք պատկերացնում Բաքու գնալ, վերադառնալ, ադրբեջանցիները կան այստեղ։ Գնա առաջի ես մեծ կնիկ եմ, ես 50-ական թվերին եմ հիշում, 60-ական թվերին, որ թուրքը այստեղ էր, ոնց ասած մեր մոտը լիություն էր, հա, բայց դե որ ես հենց խառնվեց ռուսը խառնեց իրար, հիմա ասենք թե էլի լավ կլինի։ Ռուսաստանին նշեցիք, Ռուսաստանն ասում է կամ պետք է ընտրենք Եմեն կամ ԵԱՏՄ, հա, կամ եվրոպականացում, կամ մնանք ԵԱՏՄ-ին։ Ինչու՞։ Դե նրանցից լավ բան չենք տեսել, հա, տեսար տվեց։ Հա։ Ասես լավ կլինի, որ ընկեր Փաշինյանը նստի ավելի լավ կլինի։ Ամեն ինչը տեղին անում է։ Ճիշտ է, մի քիչ ուշ, մի քիչ շուտ սպանություն չկա։ Տուալետներում չեն տանում մարդ սպանեն։ Էդի հաշվի առեք։ Հոկտեմբերի 27-ը երևի չի կրկնվի, մարտի 1 չի կրկնվի։ Հույս ունենանք։ Հույսով ենք, որ ոչ մի բան չի լինի։ Անձի ջան, ես 84 տարեկան եմ, փոքր չեմ։ Ամեն ինչ էլ տեսել եմ, ամեն ինչն էլ հիշում եմ, ամեն ինչն էլ, հա, չեմ ասում բոլորը վատ էին, չէ, բայց Նիկոլ Փաշինյանը լավ է, ժողովրդին